Հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, հարգելի Տիկին Գասպարյան, կներեք ձեր ChatGPT-ի փաթեթը ինչ է։ Կարող է պրոն, որ առնեք ChatGPT-ի օրինակ, մինչև 2016 թիվ հետ գնա ու ասի, որ 2016-ին էլ է պատերազմ եղել, թե հետ չի գնում։ Բայց որ ասեցիք էլի, ասեք ChatGPT-ին հարցրել են, պատերազմներ երբ են եղել, ասեց 20 թվին ճիշտ է, 21, 16 թիվը չասեց։ Ձեր ամբողջ քաղաքականությունը դրա մասին է, ժողովուրդ ջան, 18 թվից առաջ ձեր համար կյանք չի եղել։ Ասում է, անվճարունակ էիք այն ժամանակ։ Այդ որպես տենց վիրավորանք է, որպես տենց փորձում են խոցեն, էլի հասկանում եք, ասում է, դուք անվճարունակ էիք այն ժամանակ։ Հարգելի գործընկերներ, մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությունում աշխատող, նորմալ, տենց ինչ-որ միտեղ ենթադրենք ուսուցիչ աշխատող, չգիտեմ, նույնիսկ տեղ-տեղ գուցե դասախոս աշխատող մարդ է, օրինակ, պարոն Վարդևանյան, ձեր փաստաբանական ծառայությունը մի գործի շրջանակներում ինչքան է կազմում։ Ասենք, նայում եմ 40 միլիոն անցած տարի ստացել եք, հիմա ուզում հասկանում եք, ինչ պետք է աշխատենք, որ կարողանայինք պարոն Վարդևանյանին, օրինակ, ինչ-որ մի գործի շրջանակներում ներգրավեինք։ Եղել է շատ դեպքեր եղել, դատի են տվել, բան են արել, փաստաբանական ծառայությունների վճարների թիվն ենք նայել, այն ամենամեռածը, ամենակիչը 700,000 դրամից է սկսել մի գործի շրջանակներում, 700,000 դրամից, ասում է, մեր բանը, քաղաքացիներին ստիպում եք, որ ավել վճարեն, չի ասում, որ 700,000 դրամ փող են ստացել մի գործի շրջանակներում, 5% հարկ են վճարել, երբ որ մարդը ասենք 150,000 դրամով ինչ-որ աշխատանք արել, բայց 20%-ից ավել է վճարել, ասում է, ստիպում եք, որ քաղաքացիները ավել վճարեն։ Եղի են քաղաքացիները ավել վճարում։ Ուղղակի դա ավելի շատ հարկ տվեք։ Եք գինը բարձրացնում, ասենք 700,000 դրամը քիչ է, հարգելի գործընկերներ, ամենայն հարգանքով եւ պարոն Ֆարմանյան, այդքան խոսացիք, մի վարքյան ձեզ չընդհատեցի։ Պարոն Ֆարմանյանը բան է անում, ասում է, եռապատերազմի կուսակցություն նոր բան են գտել, փորձում են տես պրոյեկտ են, բայց շատ լավ, հարգելի գործընկերներ, ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Եկեք ձեզ ասեմ դուք ինչի կուսակցություն եք, բայց դա ասելու համար նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարներով կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Պարոն Դարփինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, ճիշտ է, պարոն Սուքիասյան, դուք կապ ունեիք, չէ՞, չունեիք, շատ լավ։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզաննա Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Պարոն Էդգար Ղազարյանը, պարոն Հարություն Մնացականյանը հայտնի հանրապետական կուսակցության անդամ է։ Պարոն մի խոսեք տեղից։ Պարոն Էդգար Ղազարյանը ընդհանրապես երևի աշխարհի ամենահայտնի հանրապետականն է, սպայի դրությամբ են իրեն հայտնի ելույթով, որ մենք հանրապետականն ենք հզոր անպարտելի ուժ։ Պարոն Անուշավան Մանուչարյանի հայրը Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, եթե չեմ սխալվում, էլի հանրապետական, ճիշտ է։ Պարոն Շիրազ Մանուկյանը հանրապետականի երիթևի նախկին անդամ է, ճիշտ է, պարոն Հարություն, դուք կապ ունեցել եք հանրապետ։ Այս մեկը փոստ էր։ Պարոն Թամրազյան, մի խոսեք տեղից։ Պարոն Վրույր Այվազյան, դուք կապ ունեցել եք առնվազն, չեք ունեցել, ես էլ զարմանալի դեպք։ Դե պարոն Մամիկոն Ասլանյանին եկանք, պարոն Մամիկոն Ասլանյանն է, բոլորդ գիտեք, հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ֆիքսեցինք, որ դուք հանրապետական կուսակցություն։ Ասեք, խմբակցության կեսից շատի անունը տվեցի, ներկայացրի, որ կապ ունեն։ Երկու դեպքում ասեցի կարծեմ, մնացածը ասեցի հաստատ։ Երկու դեպքում ասի կարծեմ, եթե կա պարզաբանում կտակ, ես կասեմ, որ սխալվում է, հարգելի գործընկերներ, ես Պարոն Ղազարյան, նստեք ձեր տեղը նախ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ հուշում են տալի, Արամ Վարդևանյան պետք է ասեիք, չեք ասե։ Վերջապես, իհարկե, պարոն Վարդևանյանը։ Այո, եւ իհարկե պարոն Վարդևանյանը միանշանակ։ Հարգելի գործընկերներ, ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի։ Հետեւաբար դուք հանրապետական կուսակցությունն եք։ Դրա նոր ներկայացումն եք, ասում եք նոր ուժ եք, շատ լավ, դուք նոր հանրապետական ուժ եք։
որ ձեր ուզածով էլ լինի եւ իրականությանն էլ համապատասխանի։ Եվ այսպիսով, երբ որ ասում եք եռապատերազմի կուսակցությունն եք, բյուջեն, պարտքը, բա ձեր իշխանության տարիներին հարգելի գործընկերներ, այդ պարտքը տենց ձեզ չէր անհանգստացնում։ Օրինակ, որ 7 միլիարդի պարտք էի կանում, բայց օրինակ պարոն Ասլանյանի ղեկավարած քաղաքում երևի 2 հատ ասֆալտապատ փողոց կար, այնը սովետներ ասֆալտապատել։ Այդ ձեզ չէր անհանգստացնում, այդ 7 միլիարդի պարտքը։ Մեկ գնացեք Վանաձոր, մի հատ տեսեք այդ քաղաքը ոնց է վերափոխվում։ Ձեզ չէր անհանգստացնում, դե պարոն Դարփինյանի հոր ժամանակահատվածն էլ հետը։ Ձեզ չէր անհանգստացնում, բայց այդ պարտքը որ աճում էր, բայց քաղաքը նույն ցեխի մեջ կորած էր։ Դուք ցեխոտ փողոցների կուսակցություն։ Ստեղից խոսում են սոցիալական բաներից, ասում է, աղքատություն։ Քանի միլիոն, քանի 100,000 մարդ է ձեր իշխանության տարիներին արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից։ Քանի 100,000 մարդ է արտագաղթել ձեր իշխանության տարիներին։ Այդ Քոչարյանինն է հետն եք ասում, մենակ իրանց շատ չի կարելի։ Ես չեմ պահում, վերեմ։ Հարգելի գործընկերներ, բայց ձեզ էլ չի կարելի։ Պարոն Մխիթարյան, հարգելի գործընկերներ, պարոն Մխիթարյան, տեսեք ձեր գործընկերներն են ձեզ ասում, որովհետև կարգը որոշվել է, որ պահում ենք, չէ՞։ Դե այդ դեպքում լսեք գոնե ձեր խմբակցության քարտուղարին եւ մի ընդհատեք։ Ամբիոնից կգաք, խոսեք, համեցեք։ Հարգելի գործընկերներ։ Եղոյան, պարոն Եղոյան, ձեզ էլ է վերաբերվում։ Կապ չունի, թվային տվյալ եք ասում, թե այլ տվյալ եք ասում։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Ես կխնդրեմ մենակ վերջում մի քիչ ավել խոսամ, որտեղ այս խմբակցությունն էլ մեր խմբակցությունն է ցավոք սրտի ինձ ակին խանգարեց։ Հարգելի գործընկերներ, սոցիալական բանից եք խոսում։ Այդ ի՞նչ սոցիալական բանից եք խոսում։ Թոշակը 16000 դրամ թողել գնացել են։ Այդ թոշակը սարքել ենք 56000 դրամ բոնուսային բանով։ Ասում եմ թոշակը բարձրացել է ընդամենը 20%։ Այդ ի՞նչ մաթեմատիկայով եք հաշվում, որ 20%-ով է բարձրացել։ Այդ որ մաթեմատիկայով է 20%։ 16000-ը որ դառնում է 46 ու պլյուս եւս 20%-ի հնարավորություն, դա դառնում է 20%։ Այդ ի՞նչ մաթեմատիկա է։ Պարոն Վարմանյան, դուք էլ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի տեխնացուն եք։ Այդ ո՞նց է տենց ելնում։ Դուք ցածր թոշակների կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Ցածր 16000 դրամ, այն որ ասում է կարակ 60000 դրամով ապրեք։ Բայց փորձել եք 18 թվին 16000 դրամով ապրեք։ Բա փորձեիք, բա ինչ չեք փորձել, հարգելի գործընկերներ։ Ասում է եռապատերազմի կուսակցությունն եք։ 16 թվականի ապրիլյան պատերազմը որ եղավ։ Մենք կհիշեք հետո նաև ձեր հետ կապ ունեցող Կարեն Կարապետյանը ինչ ասեց։ Տանկերում բենզինի եւ դիզելի մնացածի հետ կապված։ Կարեն Կարապետյանն էր, պարոն Վարդևանյանի ղեկավարը, ում մոտ պարոն Վարդևանյանը օգնական էր, ես չէի։ Եղոյանը չէր նույնիսկ, սենց ասեմ, ահա։ Ոչ ես էի, ոչ Եղոյանը։ Կարեն Կարապետյանն էր։ Ասես տանկերի մեջից բենզինը չկար, գողացած էր։ Հետևաբար դուք տանկերի մեջից գողացած բենզինի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Երբ որ դուք թողեցիք իշխանությունը, այսինքն դուք չթողեցիք, ժողովուրդը վերցրեց իշխանությունը վերջապես ձեզնից հանրապետականներից իշխանությունը, հարգելի գործընկերներ։ Հայաստանի զինված ուժերում գիտեք ինչ վիճակ էր։ Դուք գիտեք ինչ զենքեր էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Եթե այդ զենքերի մեծ մասը կարելի լիներ մետալալոմ անվանել, դա շատ, ինձ թվում է շատ տենց դրական մի բան կլիներ, հարգելի գործընկերներ։ Հետևաբար դուք մետալալոմը բանակ բերած ու զենքի տեղ խուրդած կներեք 1000 ներողություն ես բառի համար կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Եվ վերջապես, հարգելի ընկերներ, ես այստեղից խնդրեցի, որ Տիկին Ղարամանյանը չօգտագործի խմբակ բառը, վերևից խնդրեցի։ Որովհետև անկեղծ եմ ձեզ ասում, ես չեմ ուզում ամեն անգամ գամ այստեղ կանգնեմ, ասեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, փոքր-ինչ ավելի մեծ փոքրիկ խմբակ եւ փոքր-ինչ ավելի փոքրիկ խմբակ կուսակցություն։ Անկեղծորեն եմ ասում, չեմ ուզում դա անեմ, որտեղ սա լավ տեղ չի տանել։ Էնպես որ խնդրում եմ դա չանել։ Ու ամենավերջում, հարգելի ընկերներ, եւ ամենավերջում, հարգելի ընկերներ, դուք ասում էիք ու խոստանում էիք, որ դուք ունեք հաջորդ վարչապետ, դուք վերցնելու եք իշխանությունը, դուք բերելու եք վարչապետ, բայց ձեր վարչապետի թեկնածուն որպես այդպեսի, միջև հիմա նույնիսկ չի հրաժարվել իր երկու քաղաքացիություններից, միջև այս պահը չի հրաժարվել, դուք
խոստանում եք, որ դուք ոչ մի կապ չունեք Քոչարյանի դաշինքի հետ, բայց դուք մտել եք խորհրդարան ու դուք առաջին օրվանից գերսինխրոն աշխատում եք իրար հետ։ Հիմա եթե ուզում եք մեզ համոզել, որ եթե հանկարծ դուք ստանայիք մեծամասնություն երկուսով սինխրոն չէիք աշխատելու, չգիտեմ մեզ ինչի տեղ եք դնում, հարգելի գործընկերներ։ Ակնհայտորեն դուք միասին եք աշխատել ու ակնհայտ է, որ ձեր իրական տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն էր լինելու։ Շնորհակալություն։ Քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացությունը եւ Տիկին Լիաննա Մանուկյանի տեխնացությունը այս պաշտոնում։ Երեկվա քննարկումների արդյունքում Տիկին Մանուկյանը չկա, ափսոս, կարող եմ միանշանակ ասել, որ մենք ունենք ավելի լավ տեխնացու այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ ես իրեն ուղղակի կարող եմ խորհուրդ տալ նաեւ իմ փորձից ելնելով, երբ որ Երևանի ավականու նույն Դոնթի բանաձևով Երևանի ավականու կրթության հանձնաժողովի նախագահն էի, կրթության ոլորտի գիտելիքներ ունեի, բայց օրենքների, կարգերի հետ կապված կային խնդիրներ, որ ժամանակի հարց է եւ դա կարելի է վերականգնել։ Հարգելի գործընկերներ, ստեղ իմ գործընկեր Ծովինար Վարդանյանը ասեց Լիբանանի տարբերակը եւ Լիբանանի դեֆոլտի թեման տենց հումորային է դարձել ամենևին։ Ինչ է անում ուժեղ Հայաստանը այս թեմայի հետ։ Այս մարդիկ նոր fake սերիալ են նկարում։ 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ թեման եւ սերիալը բարեհաջող տապալվել է, իմիջիայլոց ուր են այդ 300,000-ը, կամ 1000-ը, կամ 100-ը։ Այդ թեման բարեհաջող տապալվել է, հիմա իրենց իսրայելցի թե այլ ազգի ուրեմն փորձագետները խորհուրդ են տվել եւս մի ահասարսուր թեմա բերել օրակարգ։ Բայց սիրելի հայրենակիցներ, այս գլխից մենք կվիժեցնենք այդ թեման եւ հիմա կասեմ ինչու։ Հարգելի գործընկերները, տնտեսագետներ, պարոն Ֆարմանյանը, պարոն Կարապետյանը, այստեղ խոսում են Լիբանանի դեֆոլտի թեմայից, բայց դրա դեմ շատ լուրջ եւ հստակ հակակշիռ փաստարկներ կան։ Ժորժ ջան, դուք ընդհանրապես վարկանիշային կազմակերպությունների վարկանիշները նայում եք։ Նույնիսկ եթե այդ թեմային մոտ թեմա կա Հայաստանի Հանրապետությունում, Moody's հեղինակավոր ընկերությունը 2026 թվականի հուլիսի 28-ին փոխում է Հայաստանի վարկանիշը կայունից դրականի BA3-ի եւ պատճառը ի՞նչ է գրում։ Պատճառ տնտեսական աճի բարձր ներուժ եւ ամուր մակրոտնտեսական ցուցանիշներ։ Fitch-ը Հայաստանի Հանրապետությանը տվել է BB- վարկանիշ, պահպանելով դրականը։ Հրապարակվել է հուլիսի 10-ին։ Standard & Poor's վստահ եմ գիտեք, տվել է BB- 2026 թվականի փետրվարին կայունից փոխելով դրականի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով պայմանավորված կար վտանգ պետության զավթման։ Սա փետրվարին է տեղի ունեցել եւ դուք եկել եք ինչ որ Լիբանանի դեֆոլտից եք ստեղ խոսում։ Լիբանանի դեֆոլտը մի քիչ ուսումնասիրեք, էլի։ Այս ընկերությունները, այս կազմակերպությունները Լիբանանի դեֆոլտը երբ որ պետք է սկսվեր, դրանից 7-ից 9 տարի առաջ են սկսել դրա մասին խոսել։ Այս ընկերությունները վերցնում են վերջերս կայունից փոխում են դրական, դուք եկել եք ստեղ Լիբանանի դեֆոլտից եք խոսում Հայաստանում։ Մենք չենք թողի ձեզ հերթական 300,000 ադրբեջանցիների fake սերիալը նկարեք այստեղ, օգտագործելով այս ամբիոնը։ Մի բան էլ ասեմ, էլի, այս բարձր ամբիոնը էլ հրապարակներ չեն, էլ չգիտեմ, ձեր fake-երի էջերը չեն, ձեր լրատվականների էջերը չեն։
Ժորժան, այս ամբիոնին հետևում են նաև միջազգային կազմակերպությունները, միջազգային գործընկերությունները։ Ոնց կարելի է ձեր նեղ անձնական կուսակցական շահերից ելնելով գալ Հայաստանի վերաբերյալ sense բաներ խոսել, երբ որ դրան հիմք չկա ընդհանրապես։ Ոնց եք դուք այս ամբիոնը օգտագործում այդպես ֆեյքեր հնարելու համար։ Եկել են ստեղ ասում են բանը։ Պարոն Աբրամյանն է ասում, եւս մի բան, որ չի ստուգել է, ընդհանրապես չի ստուգել, այս բարձր ամբիոնից հարց է տալիս, միջազգային բանկերը, դրսի բանկերը ինչի են ստեղից գնում։ Եղբայր, մի հատ ուսումնասիրեք, նոր խոսեք, որովհետեւ ստեղից գնացող լուրերը տիրաժավորվում են։ Ինչ միտման մասին եք խոսում, պարոն Աբրամյան, HSBC հիմնավորումը տեսել եք, բոլոր եվրոպական երկրներից մեծ մասից գնացել են, մարդիկ ասել են, մենք գնում ենք այնտեղ, որտեղից սկսել ենք Մեծ Բրիտանիա եւ Հեռավոր Ասիա։ Ինչ միտում։ Պրոկրեդիտ բանկի մասին գերմանական, որ խոսում եք, ինչի է գնացել այդ կազմակերպությունը ստեղից բանկը, որովհետեւ ներքին կառավարման խնդիրներ ա ունեցել։ Կրեդի ագրիկոլի մասին եք խոսում, ինչի է գնացել, որովհետև Կրեդի ագրիկոլը դուրս է եկել բոլոր այն բանկերից, որտեղ չի ունեցել մեծամասնություն, ընդ որում մինչև վերջերս է մնացել, մինչև վերջերս, եւ եթե հանկարծ մեր բանկերը խնդրեմ ունենային, ընդ որում այն ինստիտուտներից է, որ ամենակայացածներից է եւ ամենավստահելիներից, այս մարդկանց հրավիրում են ամբողջ աշխարհում իրանց համար դասախոսություն կարդան, թե ոնց է այս համակարգը սենց կայացել, դուք եկել եք ստեղ վարկաբեկում եք բանկային համակարգը, ԱԳԲ բանկի բաժնետերը դարձել 20 միլիոնի ներդրում է վերջերս արել ֆրանսիական ներդրումային գործակալությունը Կարար ընենց լիներ, որ Կրեդի ագրիկոլը ստեղ խնդրեմ տենար բանկից դուրս գար, ֆրանսիական զարգացման գործակալությունը գար 20 միլիոնի ներդրում աներ այդ բանկում, կարող էր այդպիսի բան լիներ։ Մեր թոշակային հիմնադրամը կառավարում է Եվրոպայի ամենամեծ հիմնադրամը, Ամունդին, եթե մենք խնդրեմ ունենայինք իրանք ստեղ կմնային, աշխարհում 7-րդն է, 8-րդն է, Եվրոպայում ամենամեծը։ Ոնց եք դուք գալիս այս ամբիոնից այդպես բաներ խոսում, ոնց էլ մի հատ բացատրեք։ Պարոն Ֆարմանյանը ասում է բանը, այ Վրաստանում ամենալավ վարկերն են։ Դուք ChatGPT-ից օգտվում եք ընդհանրապես, գոնե դրանից օգտվեք։ ChatGPT-ին հարցնում ես, կարող ես համեմատել բանի Վրաստանի եւ Հայաստանի բիզնես վարկերի տոկոսադրույքները, ինչ է ասում ChatGPT-ին։ Ասում է, եթե դուք վարկ եք վերցնում արտաժույթով, ապա թե Հայաստանում եւ թե Վրաստանում տոկոսադրույքը գրեթե նույնն է։ 8% շրջանակներում։ Իսկ ազգային արժույթով վարկավորման դեպքում Հայաստանում հնարավոր է գտնել ավելի ցածր մեկնարկային տոկոսադրույքներով, սկսած 9.5%-ից, մինչդեռ Վրաստանում միջին տոկոսադրույքը կազմում է 11.5%։ Եվ լավ տնտեսագետը պետք է իմանա, որ մեր բանկերը ունեն առավելություն, որտեղ մենք ունենք շատ բանկեր եւ մրցակցային է Վրաստանում 1, 2, թե 3 բանկ է։ Ու ելի էս ամբիոնը օգտագործել այդպիսի երևույթներ տիրաժավորելու համար։ Հարգելի գործընկերներ, ելի բաներ են հնչել, հա, ամենակարևորը դեռ ժամանակ ունեմ ասելու։ Ասում են ձեր կառավարությունը մեր արտահանողների համար խնդիրներ է ստեղծել։ Իրենք ընդունում են, որ դա քաղաքական է, թե քիչ է։ Կա մի ամենաձախողված քաղաքական գործիչներից մեկը մեր դաշտի Ավետիք Չալաբյանը, հայաքվե։ Ըստ իրավապահների եւ ըստ մամուլում տարածված նյութերի, այս մարդը փետրվարին գնում է Ռուսաստանին, ասում է Ռուսաստանի դիվանագետներին, սիրելի դիվանագետներ, դուք մեզ օգնած կլինեք քաղաքական դաշտում, երբ սանկցիաներ կիրառեք դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների համար։ Ու այսքանից հետո իրենք Հայաքվեի եւ Չալաբյանի հետ ապրիլ ամսին դաշնակցային հուշագիր են ստորագրում։ Ու հիմա եկել են ասում են կառավարությունը մեր արտահանողների համար խնդիրներ է ստեղծում։
Հարգելի հայրենակիցներ եւ արտահանողներ, խնդիրներ ստեղծում են իրենք, որովհետեւ գնացել են կաբինետներով ֆռացել են տարբեր պետական ատյանների եւ ասել են, որ պետությանը վնաս տալու համար եւ երկրում խնդիրներ ստեղծելու համար պատժամիջոցներ կիրառեք մեր արտահանողների համար։ Էսա իրենց քաղաքական ուղին։ Մի օգտագործեք այս ամբիոնը մեր տնտեսությանը վնասելու համար, այլ բաներ հնարեք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգարժան փոխոսնակ, պարոն Կարապետյան, երեք դուք մեզ ասացիք, որ համարում եք, որ մենք ձեր տեխնացուներին չենք ընտրել, որովհետև հարցպատասխանի եւ ելույթների միջոցով բավականաչափ նրանք չեն բացվել մեր եւ հանրության առջև։ Պարոն Ղազարյանը ներֆրակցիոն հարց է բարձրացնում։ Խնդրում եմ ֆրակցիայի նիստ արեք, քննարկեք, թե ինչու է նա կարծում, որ այնինչ մենք անում ենք այստեղ սաբոտաժ է։ Դուք նաև մեզ սպառնացել եք, որ ուժեղ մասնագետներ եք բերելու որպես տեխնացուներ, այնինչ նախորդ տեխնացուի քննարկման լեյտմոտիվը կամաց-կամաց դարձավ համակարգային կոռուպցիա հասկացության սահմանումը, որտեղ ուրիշ բանի մասին խոսել չէր ստացվում։ Մենք լավ իմաստով բարդ քննարկման էինք պատրաստ, բայց վերջին բանը, որ տեղի ունեցավ, պարոն Ֆարմանյանին, պարոն Գաբրիելյանը հարցրեց, լավ վերջը ինչ է համակարգային կոռուպցիան որպես սահմանում, եւ ի պատասխան մենք լսեցինք հետեւյալը, որ քանի որ պարոն Գաբրիելյանը կոռուպցիայի մեջ թաթախված չէ, պարոն Ֆարմանյանը կարծում է, որ ինքը համակարգային կոռուպցիայի մասին ունի նույնքան պատկերացում, որքան պարոն Գաբրիելյանը։ Դա ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ եթե դուք սահմանեք ինչ է համակարգային կոռուպցիան, մեզ մոտ տպավորություն կստեղծվի, թե դուք թաթախված եք եղել համակարգային կոռուպցիայի մեջ։ Նաև գիտեք, ես որքան հասկանում եմ, դուք ՊԵԿ-ում, մաքսային մարմիններում աուդիտով եք զբաղվել։ Ձեր խնդիրը եղել է ոչ միայն իմանալ ինչ է համակարգային կոռուպցիա, եւ սահմանում անկաշկան դասել։ Առնվազն ձեր այն մյուս գործընկերուհու նման, ով աշխարհաքաղաքականությունը սահմանում էր որպես աշխարհում տիրող իրավիճակ, ասեք համակարգային կոռուպցիան համակարգում տիրող կոռուպցիան է, բայց բացի դրանից դուք դա բռնելով պիտի զբաղվեիք։ Մեզ այստեղից պիտի պատմեիք, թե դուք ինչպես եք կարողացել նախորդ իշխանությունների ժամանակ անկաշկանդ բացահայտել համակարգային կոռուպցիան այն մարմիններում, որի աուդիտը դուք իրականացրել եք։ Հարգելի գործընկերներ, դուք հանրապետականներ եք։ Դուք հանրապետականներ եք ոչ միայն որպես կենսաբանական ժառանգները նախկին հանրապետականների, այլև քաղաքականապես։ Սկսենք կենսաբանական ժառանգությունից։ Պարոն Կարապետյան, որոշ ժամանակ առաջ ձեր հայրը դատարանի բակում ճեպազրույց տվեց լրագրողներին, մանրամասն 10 րոպեում պատմեց Հայաստանի նորանկախ պատմությունը, ինչպես է իրան ՀՀՇ-ն առաջարկել է, ինքը չի համաձայնել, հետո ինչպես է ինքը անդամագրվել հանրապետականին։ Ասեց, սա երկրի անցուդարձը իմ կողքով անցնում էր։ Մինչդեռ երբ ձեզ են հարց ուղղում, ասում են ձեր հայրը եղել է իշխանության մաս, ասում եք նա իշխանության մաս չի եղել, նա եղել է Տաշիրի կողմից պատգամավոր։ Սա Սովետի սազիվը չի։ Սովետի սազիվը չի։ Ձեր հայրը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով 27000 ձայն Լոռու մարզից բերել է հանրապետական ֆրակցիային, 2017-ին էլ 40000 ձայն։ Ոչ միայն իրեն է անձամբ բերել, հա, հանրապետականների ռեսուրսը օգտագործելով, որտեղ նրանց ռեյտինգային տեխնացուն էր։ Բացի ինքը, որ հանրապետական լինելով եկել է խորհրդարան Սերժ Սարգսյանի հենարանը լինելու, նաև ուրիշ հանրապետականների է բերել, որտեղ ընտրակարգը այդպես էր, այդ 40000 ձայնը ոչ միայն իրենն էր, այլ նաև հանրապետական կուսակցության են գաղափարական նժդեհական թևից մարդկանց էր բերում այստեղ։ Խնդիրը այն չի է, որ մենք ձեզ ասում ենք դուք ձեր հայրերի համար քրեական կամ քաղաքական իմաստով պատասխանատու եք։ Խնդիրը այն է, որ դուք ասում եք մեր հայրերը իրենց համար քաղաքականապես եւ քրեական իմաստով կամ որևէ այլ իմաստով պատասխանատու չեն, չկան նրանք գոյություն չունեն։ Այստեղ մի քանի հանրապետականի որդի զավակ կա նստած, բայց ոչ մեկը ոնց որ չեք ճանաչում այդ մարդկանց անցած ճանապարհ լինի, չգիտեմ, ինչ լինի։ Մեզ էլ ասում եք անցյալը մի կրկնեք։ Դուք անցյալը պիտի ճանաչեք, որ հետո կարողանաք խոստանաք, որ չեք կրկնելու։ Գիտեք, նաև օլիգարխիական համակարգում իհարկե բոլորի հետ տարաձայնություններ ունեն եւ այո, Կարեն Կարապետյանը մյուս օլիգարխների Սերժ Սարգսյանի հետ անձամբ տարաձայնություններ ունեն։ Այդ մասին մեզ կարող է պատմել անձամբ Մամիկոն Ասլանյանը 2017 թվականի ընտրություններում գուցե ինքը մյուս հանրապետականին էր աջակցում Վահրամ Բաղդասարյանին։ Չգիտենք, կարող եք պատմել մեզ հանրապետական ներքին տարաձայնությունների մասին, բայց մեզ մի ասեք, որ դուք հանրապետական չեք։ Դուք հանրապետական եք նաև բարի քաղաքական իմաստով, որտեղ ձեր առաջարկած
ծրագրերն են հանրապետական։ Այդ երբ որ դուք ասում եք, որ գործարարների համար տնտեսության մեջ պետք է լինի այդ big push-ը, այսինքն շուկան պետք է մենաշնորհային լինի, որ գործարարները աշխատեն, մրցեն Չինաստանի հետ։ Դրա կողքն էլ ասում եք, փոքր բիզնեսի հարկը պետք է լինի 0, ոչ թե քիչ, այլ 0։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Հայաստանի նախորդ տնտեսական համակարգն է, որտեղ այդ գործարարները զանազան ասում են մենք չենք հաշվում ձեր փողերը, հարգելի փոքր կրպակներ, դուք էլ մի հաշվեք մեր փողերը։ Այդ տնտեսաձևը ծանոթ է մեզ, դա հանրապետականների զարգացած տնտեսական ձևն է եղել։ Հա, էլի ուժեղ տեխնացուներ եք խոստանում, մի քանի հարց է հնչել, գնում գալիս եք, հնարավորություն եք ունենում նորից այդ հարցերի պատասխանը բերելու, էլի չի ստացվում։ Տաշիրի պարտքի չափը, ձեր գործընկերը Նիսիա էր անվանում դա։ Ինչ որ մեկը կմոտենա այս ամբիոնին, ասի Տաշիրը որքան պարտք ունի, որ մենք էլ հասկանանք պարտք ունենալը վատ բան է, թե լավ բան է։ Հարցում անենք ձեզ, հա։ Բա Այսինքն դուք չեք ասելու, նաև չեք ասելու հեծի դիվիդենդների չափը, բայց հենց ձեզ դպրոցաշինության մասին հարցուն չի ասելու եք, մենք մեր ինժեները, մեր շինարարը, ձեզ ասելու ենք լսեք, դուք չեք, դուք արդեն հանրային ծառայության մեջ գտնվող մարդ եք, ասելու եք, չգիտեք, հոգեբանորեն դեռ չեմ հարմարվել։ Պարոն Կարապետյանն էլ չի հարմարվել, այստեղ պարոն Ղազինյանին ներկայացնում էր որպես տարածքային կառավարման նախարարության ներքո գտնվող ամենամեծ կազմակերպության տնօրեն ներկա ժամանակով, ոչ, այլևս ոչ, դուք հանրային ծառայության մեջ գտնվող անձիկ եք, բայց դուք կարող եք ասել, թե վերջը ինչքան դիվիդենդ է վճարել, հեծը, շնորհակալ եմ, բայց ես կուզեի, որպեսզի իրենք երբ որ ներկայանում են որպես ուժեղ մասնագետներ, նույն հարցը մի քանի անգամ հնչում է, կան այստեղից պատասխանեն։ Այսօրվա տեխնացուն, Տիկին Մանուկյանը մեզ ասեց, որ մենք պետք է հասկանանք ինչի վրա է ծախսվում պարտքը, արդյոք ծախսվում է շահույթ գեներացնող ոլորտի վրա, պատկերավոր ասած, հարևանից պարտք ենք վերցնում երեխայի կրթության, թե երեխայի iPhone-ի վրա։ Հետո պարզվեց, որ եթե կրթության համար ենք վերցնում, օրինակ դպրոց սարքելու, դա չէ այնինչ նկատի ունենք, պետք է iPhone-ի համար գումար վերցնենք, որովհետև մի քանի րոպե անց ասեց, որ պարտքով կառուցվող դպրոցը ինքնին խնդիր է։ Նաև ասեցիք, որ կդժվարանաք գնահատել ինչքանով է արդյունավետ եղել, ինչքանով, ոչ քանի որ ներսից ծանոթ չեք։ Դե գնահատականներ հնչեցնելուց առաջ միգուցե սպասեք, ընտրվեք, ծանոթանաք, հետո կհնչեցնեք այդ գնահատականները։ Պարոն Ղազինյանը այստեղ չի։ Երեք ասում եմ շատ լավ եք պատասխանել հարցին։ Իմիջիայլոց այդ առումով կարելի է ձեզ գովել, որովհետև դաշնակցականները համարում են, որ կենթանի մարդկանց չի կարելի գովել։ Դուք այդ առումով իհարկե մեկ քայլ առաջ եք, կենթանի մարդկանց կարողանում եք գովել, բայց մի քիչ չափն անցնում եք։ Պարոն Ղազինյան ասում է, այո, շատ լավ եք պատասխանում հարցերին, բայց հիշացրեք նրանց, որ վարչապետ Փաշինյանը ասել է, թե թոշակառուները չգիտեն 10,000 դրամը ինչի վրա ծախսեն։ Գիտեք, վարչապետ Փաշինյանը այդ ելույթի ժամանակ թոշակների մասին չէր խոսում, առողջապահության ապահովագրության մասին էր խոսում եւ ասաց, եթե թոշակառուների թոշակը բարձրացնենք 10,000 դրամով, ինչի վրա նրանք պիտի այն ծախսեն, բնականաբար առողջապահության, հետեւաբար մենք նրանց առողջապահական ծախսերի համար կտրամադրենք մինչեւ 4 միլիոն դրամ։ Հիմա այս մանիպուլյացիան, որ անում է պարոն Ղազինյանը այստեղ, թե դա նշանակում է, թե մենք ասել ենք, թե մարդիկ չեն կարող գտնել 10,000 դրամը ծախսելու ձև, հետո չի կարող հանգեցնել նրան, որ Տիկին Հովսեփյանը գասի, այնինչ արշավ էր իմ դեմ, ես մի պահ սայթակեցի, գնացի համացանցը բացեցի, իմ դեմ արշավ էր։ Գիտեք, նաև այդ դիսկուրսիվ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն, մենք այստեղ խորհրդարանում մեր գործը իհարկե խոսելն է, որ չի գալու այն ժամանակ, որ մենք բոլորով հավաքվենք, գնանք գործարան կառուցենք։ Մենք խոսելու ենք, բայց քանի դեռ մենք քննարկում ու խոսում ենք, կառավարությունը փոխում է մարդկանց կյանքի որակը։ Դուք մարդկանց կյանքի որակը տեսնում եք որպես ընտրակաշարք եւ ասում եք, որպեսզի մրցակցային տեղերը հավասար լինեն, եկեք մենք էլ գնանք, բարեգործություն անենք, ինչու եք դա արգելում։ Ոչ, խորհրդարանական ընդդիմության ֆունկցիան պետք է լինի քննարկումների միջոցով ցույց տալ, թե ինչ առավել լավ ծրագրեր կանեք, բյուջեն ինչպես առավել լավ կտնօրինեք։ Եվ մի վերջին նկատառում կանանց իրավունքների մասին երեք քննարկում ծավալվեց։ Պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը երեք ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել իրեն, թե ինչ է մտածում ընտանեկան բռնության համատեքստում կանանց հանդեպ բռնության վերաբերյալ, եւ նա ասեց, որ կանանց մասին հարցեր իրեն չուղղեն։
Սա գուցե առաջի հարցից զվարճալի է, բայց Հայաստանի պաշտոնյաները իրենց սեռի բերումով միայն տղամարդկանց կամ միայն կանանց հարցերով չեն զբաղվում։ Այսինքն տղամարդկանց գծով վարչապետերն է դառնալու, ինչ հաշակում կանանց մասին հարցեր ինձ չուղեն։ Պահանջվում է պարզապես դատապարտել կանանց հանդեպ բռնությունը գոնե այդքանը, եթե մյուս թեմաների մեջ խորանալը համարում եք մասնագիտական քննարկում։ Եվ վերջինը, Տաշիր գրուպը դուք Հայաստանի Հանրապետության հետ համեմատում եք, երբ որ պարբերաբար ասում եք հայկական ամենամեծ երկրորդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունից հետո Տաշիր գրուպն է, սա ասում եք պարբերաբար, երեք էդ ինչ մի մեծ պատմություն եք սարքել, թե վարկանիշը մենք չենք համեմատել։ Համեմատում եք, ուղիղ։ Շնորհակալություն, հարգելի նախագահություն, այդ թվում հարգելի պարոն Վարդևանյան, հարգելի գործընկերներ, հարգելի ուժը Հայաստան խմբակցության անդամներ, հարգելի Հայաստան խմբակցության անդամներ, բարդ բան չի իրականում։ Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենամ, էլի, թե քաղաքական առումով, թե անձնապես։ Ես միջև իմ ելույթը խոսացել եք, ասելիքը շատացել է, բայց մի երկու կոնկրետ նպատակով է դուս եկել։ Ես ամեն դեպքում Տիկին Գասպարյանի հետ համամիտ եմ, որ իմ վրա օրինակ բերեմ, որ ոչ մեկին չնեղացնեմ, մինչև 2018 թիվը, հա, որոշակի առումով դարել էինք անվճարունակ, ես դարել էինք ասելով նկատի ունեմ մեր ընտանիքը, բայց դե ինձ երկար ժամանակ պարոն Սիմիզյանն է ճանաչում, իսկ պարոն Սիմիզյան, մինչև 2008 թվականը անվճարունակ էր մեր ընտանիքը, ձեր կարծիքով, ձեր իմացածով, վճարունակ էր, չէ՞, բավականին նորմալ տենց, էլի։ 2008-ից հետո ինչ բաներ սկսվեց փոխվել։ Մինչև 2008 թվականը ես էլ եմ աշխատել պետական համակարգում կարճ ժամանակ եւ սկսել եմ չաշխատել, որովհետեւ տեսել եմ համակարգային կոռուպցիա։ Եվ երբ որ հարց է հնչում մարդուն, իսկ ինչ է ըստ ձեզ համակարգային կոռուպցիա, ասում եմ լսել եմ, կային էլի, բայց չեմ կարա տենց ձևակերպեմ, էլի դա ինչ է իրանից ենթադրում։ Ես քանի օր անդադ ուզում եմ խոսամ, ես ուզում եմ Տիկին Արեգա Հովսեփյանին շնորհակալություն հայտնեմ առողջապահության հանձնաժողովի տեխնացուին քննարկելու ժամանակ ինքը շատ կարևոր անդրադարձ արեց դեղ շրջանառության ոլորտին։ Եվ բավականին տեղին շեշտադրումներ արեց, եւ դուք մեկ-մեկ համեմատություններ եք անում Վրաստանի հետ, ոլորտներ կա, որ չենք համարում, որ ճիշտ է, բայց ոլորտներ կա, որ համարում են, որ ճիշտ է, եւ մասնավորապես այո, դեղ շրջանառության ոլորտը շատ կարեւոր է համեմատել Հայաստանի եւ Վրաստանի դեղագործական շուկան։ Եվ ըստ այդմ Վրաստանում բնակչությունը 3.9 միլիոն է, Հայաստանում 3 միլիոն է։ Վրաստանի դեղագործական շուկան 680 միլիոն է, Հայաստանի դեղագործական շուկան պլյուս մինուս 200 միլիոնի շրջանակում է։ ԱՀ-ն Վրաստանում 0% է, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես աշխարհում գրեթե միակ երկիրն է, որ մինչև 20% է հասնում դեղի ավելացված արժեքի հարկը։ Արդյոք դրանք խնդիրներ են, միանշանակ խնդիրներ են։ Իսկ ինչքան է Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցումը։ Դեղերի գրանցումը գրադացիաներ ունի, տարբեր անվանումներ են գրել, սենց, չգիտեմ, օրիգինալ, ջեներիկ, տենց 500,000 դրամից մինչև 2.5 միլիոն հազար դրամ, իսկ ինչքան է Վրաստանի Հանրապետությունում 500 լարի է, հիմա չեմ կարա դա դոլարով ասեմ ինչքան է ստույգ, բայց հաստատ անգամ 500,000 դրամից է քիչ։ Սա ինչի համար եմ ասում։ Հիմա ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան։ Ես չեմ սիրում իհարկե ասել, որ ես բացատրում եմ, բայց տվյալ դեպքում պարտավոր եմ բացատրել պարոն Ֆարմանյանին, որ տասնյակ տարիներ աշխատում է պետական համակարգում եւ չի կարող ասի ինչ է համակարգային կոռուպցիան։ Համակարգային կոռուպցիան դա այն երևույթն է, երբ որ վերևից պարտադրված համակարգում ամբողջ շղթայում վերցնում են կաշառք։ Այդ կաշառքը կուտակվում է եւ ի վերջո գնում է դեպի վերև, դեպի ինչ-որ մի X տեղ։ Այսինքն տվյալ պարագայում ոլորտային ղեկավարի ձեռքը։ Ինչպես է աշխատում համակարգային կոռուպցիան, այսինքն նկատի ունեմ, կարա համակարգային կոռուպցիան աշխատի, որ օրինակ Վիլեն Գաբրիելյանը վատ ագահ մարդա փող է սիրում, գա դառնա մի հիմնարկի ղեկավար ու ասի այսօրվանից սկսած մենք պետք է այստեղ կաշառք վեկալենք ու դուք պետք է ինձ մուծվեք։ Կարա իհարկե, բայց մենակ մի դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը
օրենքները լինեն լղոզված, մեկնաբանություն տեղ տվող ձևակերպումներով եւ այլն։ Չի կարա օրենքը հնարավորինս հստակ եւ պարզ գրված լինի, բայց Վիլենը լինելով վատ մարդ, ասի դուք օրենքին հակառակ պետք է սաղդ կաշառքվեք Ալեքս, դա ասենք պարզ բան է, դրա համար ես միշտ ինձ անալիտիկ ուղիղ չպետք է ունենաս, դրա համար անկեղծ զարմանում եմ, էլի, ոնց է ասում մարդը ասում է, չգիտեմ, ասում է դուք ինչ միտումով եք հարցնում, բայց ես Տիկին Կարապետյան համաձայն եմ, որ ենթադրում է, որ եթե ասի հա, նշանակում է եղել է մեջը, բայց չեմ ասում եղել է մեջը կոնկրետ որպես փող վերցնող, բայց ես բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետական համակարգում աշխատող մարդը չկարողանա ձևակերպի դա ինչ է իրանից ենթադրում, որտեղ դա նշանակում է ինքը անկեղծ չէ։ Հիմա հարց կծակի, թե ինչու համար ես դեղերի օրենքը բերեցի եւ խոսեցի համակարգային կոռուպցիայի մասին։ Ես չէի ուզում, բայց դե դրթել են, ժողովուրդ ջան, ինչ անեմ, թող ներողամիտ լինեն որոշակի առումով նաեւ մեր քաղաքացիները։ Երբ որ Տիկին Հովսեփյանը հարցադրումները բարձրաձայնում է դեղերի վերաբերյալ, ես այդ լիարժեք համաձայն եմ եւ Տիկին Բադալյան, ես կարծում եմ դուք էլ կասկած չունեք դեղ շրջանառության ոլորտում մեծ աշխատանք կա անելու միանշանակ։ Արդյոք կամ օրինակ մեր մեղավորությունը եւ անձամբ իմ մեղավորությունը դրանում միանշանակ կա։ Այդ մեղավորությունը նրանում է, որ ժամանակին ես բավական կամք եւ վճռականություն չեմ ցուցաբերել, որպեսզի այդ ոլորտում մենք գնանք կտրուկ քայլերի։ Բայց որն է Տիկին Արեգա Հովսեփյանի խնդիրը, երբ որ ինքը այդ հարցը հնչեցնում է եւ որպես հիմնական մեղավոր մատնանշում է մեզ կառավարող ուժին։ Իսկ խնդիրը նրանում է, որ Տիկին Արեգա Հովսեփյանը, որը որ նաեւ իր հարց ու պատասխանի ժամանակ մի քանի անգամ շեշտադրեց, եթե ես չեմ սխալվում, բայց ոնց որ չեմ սխալվում, տենց բան կար, չէ, գիտելիքի մասով 5-րդ դասարանի գիտելիքա, 7-րդ դասարանի գիտելիքա, տենց տիրապետ էիք էլի, էդ էլ տենց որոշակի պսևդո ինտելեկտուալիզմ է, որի դեմ իրականում Հայաստանում դեռ երկար տարիներ կարծում եմ պետքա պայքարել, որովհետև կրակը չենք ընկել, էլի, որ մեր դիպլոմը կարմիր չի նշանակում ինտելեկտ եւ գիտելիք չունենք, բայց երբ որ Տիկին Հովսեփյանը դեղ շրջանառության ոլորտից բողոքում է, ինքը ակամայից պետք է նաև մի փոքր ձախ անի եւ վերև նայի եւ հարցեր ուղի իր գործընկերոջը եւ ասի իսկ կարող օրինակ դու տեղյակ ես թե ինչու համար է Հայաստանի Հանրապետությունում դեղ շրջանառության ոլորտը այդպիսին եւ ինքը միանշանակ վստահ եմ կարող է պատասխանել, որովհետեւ կասկած չունեմ տունը մեկ-մեկ ելույթները քննարկում են թե ինչ պետք է ստեղից խոսա ինքը ձեզ կասի, որ այո, այդպիսին է, որովհետև օրենքի հիմնական ջատագովը մեր տնից է։ Սա այս վերջերս ռեկվիզիտով ստեղ բան է, էլի մոդա է դարը, սա գիտեք ինչ է։ Սա 57 էջը։ Սա Հայաստանի Հանրապետության դեղերի մասին օրենքն է։ Իսկ գիտեք Վրաստանի Հանրապետության դեղերի մասին օրենքը քանակով իշկան է էջերով 24 Ինչ թվում է քանակից ենք խոսում, բայց տվյալ դեպքում բառակույտից խոսացինք Հայաստանի Հանրապետության դեղերի մասին օրենքը բացառապես մի մարդու կողմից ստեղծված բառակույտ է, որը դու իշկան կարդաս չես հասկանա այն ինչի մասին է։ Եվ այդ օրենքը այո տեղեր ունի, որը որ նաև կարող է հանդիսանալ կոռուպցիայի հիմք։ Հիմա կասեք թե ով է, ում մասին է խոսքը բան, էլի եմ ասում, ձեր թիմակցից կհարցնեք, ինքը ձեզ կպատասխանի, ձեր թիմակցի անունն է Էդգար Ազգանունը Հազարյան։ Իրանց տունն է կարելի ասել այս օրենքը գրվել։ Էլի ամենայն հարգանքով էլի իմ նախկին գործընկերոջը, ում հետ ես աշխատել եմ նույն հիմնարկում, բայց սրան ինչի համար եմ անդրադարձում, քանի որ խոսացինք իմ արժանինքների մասին։ Ես տնից մայրիկիցս հանձնարարական եմ ստացել, պետք է պարտադիր սա ասեմ։ Մի քիչ անձնական նկատառումներով օգտագործում այս ամբիոնը։ Այո, արդյոք հանդիսանում է իմ արժանինքը այն, որ ըստ պարոն Հազարյանի, որ Դավիթ Տոնոյանը իմ ընկերն է, հանդիսանում է ոչ այն, որ իմ ընկերն է, այլ այն, որ ինքը իմ փաստացի ազգականն է, եւ այո, դա իմ համար արժանիք է, ինչպես նաեւ արժանիք է այն, որ իր քերին իմ հայրը 40 տարվա կադրային սպա է։
Էլի արժանիք է։ Արդյոք դա խոսում է ես այն մասին, որ ես գիտելիքներ ունեմ եւ հնարավորություն ունեմ պաշտպանության ոլորտի վերահսկողության մասով, չեմ կարծում, որ դա ինչ որ տենց պետք է ազդի այդ գործընթացի վրա, բայց միանշանակ ես ունեմ այդ ունակությունը տվյալ հանձնաժողովը ղեկավարելու, որտեղ ես գոնե այդ իմ փոքրիկ արժանինքներից է պաշտպանությունը եւ անվտանգությունը իրարից կարողանում եմ տարբերակել եւ հասկանալ, որ դրանք տարբեր բաներ են։ Եվ քանի որ ավարտվում է, ես ամեն դեպքում էլի կրկնում եմ, էլի։ Եվ իրականում, պարոն Ղազարյան, այդ այնս ճիշտ եք անում, ճիշտ դիրք եք բռնել, ես որ խոսում եմ, պետք է միշտ ձեր գլուխը կախ լինի։ Հարգելի գործընկերներ, թեմաները շատ են հետաքրքիր, առաջիկայում նաև կանրադառնամ մի հետաքրքիր թեմայի, որը կոչվում է երապատերազմի իշխանություն։ Շնորհակալություն։ Պարոն Գաբրելյան, բայց թույլ տվեք ասել, որ ձեր արտահայտությունը խոսելու եւ գլուխը կախի մասին անթույլատրելի է եւ ձեզ դրա համար նախազգուշացում ենք հայտարարում։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգելի փոխոստակներ, Լռություն պահպանեք, հարգելի գործընկերներ։ սիրելի հայրենակիցներ, ընտրության կարգի վերաբերյալ պարոն Ղազարյանի արտահայտած շատ մտքերի հետ իհարկե ես համաձայն չեմ եւ հատկապես կնշենք կարևոր փաստը, որ ես ինքս ընտրությանը չեմ մասնակցել, քվեարկությանը չեմ մասնակցել, բայց օրինակ ես պարոն Ղազարյանի խոսքն եմ լսել, որ ասում է ինձ իմ համար մեկը կընտրեք թե չեք ընտրի, բայց սա վիրավորական արտահայտություն է կոնկրետ ինձ համար, որովհետեւ երբ որ տեխնացություն ես առաջադրում, պիտի ակնկալես քո գործընկերների ձայնը։ Երբ որ ասում ես ինձ համար մեկը, դա նշանակում է ես չեմ ուզում, բայց դուք որ շատ խնդրեք կաշխատեմ։ Այսինքն սա մոտեցում չի եւ գործընկերային չի եւ եթե մենք ասում ենք քաղաքական որոշումներ կան, այո, քաղաքական որոշումներ միշտ լինելու են, բայց լինելու են անպայման հիմնավորված։ Ասենք նաև լսել եմ Տիկին Արեգա Հովսեփյանի խոսքը հիբրիդային պատերազմի հետ կապված, որը ես համարում եմ, որ իր ասացի նպատակը դա չէր, բայց միտքը եւ ներքին գաղափարական հենքը դրան շատ մոտ է, որովհետեւ հիբրիդային պատերազմը մարդու մեջ տեղի ունենում, երբ որ կա գործող քաղաքական, ժողովրդավարական իշխող ուժ եւ դրա դեմ դու պետքա ընդդիմանաս եւ չկան այն կռվանները, որոնցով պետքա իսկապես կարողանաս դրա դեմ պայքարել եւ այն միջոցները, որ դու գտնում ես, դա համարվում է այո հիբրիդային, որովհետեւ պետքա մրցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, մրցակցությունը պետք է լինի ավելի ժողովրդավարական առաջարկները, ավելի այլընտրանքներ, որոնք կամրացնեն պետության հիմքը։ Այսինքն ես համարում եմ, որ բարդ է իհարկե նաև Տիկին Հովսեփյանի այն խոհական իրավիճակը, որ կորցրել է նաև ասենք, մենք բոլորս ենք կորցրել հայրենիք, երկրորդ հայրենիք եւ եթե մենք երկար ժամանակ ինքնորոշման իրավունքը փորձել ենք պաշտպանել եւ ի վերջո դա միջազգային հանրության նաև լայն արձագանքի արդյունքում չենք կարողացել ինքնորոշման իրավունքը որպես դոմինանտ ընդունել տալ, այդտեղ բոլորիս խնդիր, պետության, ամբողջ պետության խնդիրն է եւ բոլոր ժամանակների խնդիրն է։ Եվ հիմա երբ որ ասում ենք մեր պարոն Մխիթարյանը ճիշտ հարց տվեց, որ մաքսային գործակալի հետ հարաբերվող տնտեսվարողի միջև ռիսկեր կարող են լինել, թե չեն կարող լինել։ Իհարկե կարող են լինել։ Պարոն Ֆարմանյան, ես ձեզ նույնիսկ հիշեցնեմ, թե ինչպիսի ռիսկեր են եղել։ Ավետիսյան Արմեն կար, որը մաքսայինի պետն էր, որը ողբերգություն ստեղծեց պետության մեջ։ Իր այցեր ասած համակարգը ձևավորելով բրգաձե վերից ներքև, որը գիտեք, ասենք գտնում էր, թե որ ապրանքը զրոյական դրույքաչափով կարելի է ներկրել, ասենք պլաստմասայի հումքը այդ ժամանակ չէր մաքսային զերծվում, չէր հարկվում, մաքս չէր վճարվում։ Ուրեմն այնքան ապրանք էր գրել պլաստմասայի իրեր, որ դարել էր, որ հանրապետությունը համարյա 2 մետրով կարելի է ծածկել պլաստմասայի իրերի հումքով։ Այսինքն կեղծելով այդ ամբողջ շրջանառությունը եւ ստեղծելով միլիարդավոր դոլարներ եւ դղյակներ,
այդ վիճակներ ստեղծել։ Այսինքն Աստված չանի, որ նման բանի։ Իհարկե մենք պետք է հասնենք դրան, որ մարդու գործոնը ընդհանրապես վերանա այդ հարաբերությունները։ Այսինքն ավտոմատը ես բերել եմ այս բաժակի այս շիշը եւ դեպ գրած պետք է լինի եւ դրվի եւ մեխանիկորեն դու վճարես եւ գնաս քո աշխատանքի։ Մենք պետք է հասնենք դրան։ Այն ինչ որ մենք ունեցել ենք դա ողբերգություն է եւ ես չեմ տարանջատում ժամանակները։ Մենք հաճախ ենք անդրադառնում նախկիններ, ներկաներ, բայց սա ոչ թե պետք է դիտարկել, որ նախկինում եղել են կոռուպցիոներների համակարգ, բոլորը կոռուպցիոներ են, այդպես չի եղել։ Եղել են պաշարժ, ճիշտ աշխատանք կատարող պաշտոնյաներ։ Բայց կար համակարգ, որը թույլ չէր տալիս շատերին, ովքեր առանցքային որոշումներ կայացնող են, նրանց թույլ չէր տալիս այդ որոշումները կայացնեն, խանգարում էր եւ մարդիկ դուրս էին մնում համակարգից, չհամաձայնվելով գործող վարչակարգի սահմանված խաղի կանոնների։ Ասենք ինչքան էլ ծայրահեղ են իմ ու Էդգար Ղազարյանի տեսակետները պետության մասին, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ ինքը կոռուպցիոներ չի եղել եւ համակարգում չէր կարող մնալ երկար, որովհետեւ երբ որ կառավարող որոշումներ պետք է ընդունեին, թույլ չէին տալու այդ պաշտոնյան, որից կախված է, մնա այդ պաշտոնին, որովհետեւ այդ որոշումը պիտի ընդունվեր։ Եվ այդ որոշումը ընդունողը պետք է լիներ այո կոռուպցիոներ։ Ասենք նույն ձևի Սասուն Միքայելյանը աշխատել է այդ համակարգում, բայց տեսա քանի անգամ դատվեց, որովհետև չի համաձայնվել գործող քաղաքականության հետ։ Չի համաձայնվել, ուրեմն պետքա պատասխան տար եւ իր կյանքով, իր տարիների մղձավանջով հատուցեր։ Նույն Անդրանիկ Քոչարյանը շատ վաղուց համակարգում է եղել։ Միշտ էլ դուրս են թողել, որովհետև շատ կարևոր հարցեր, որ ինքը իր պետական մտածողությամբ փորձել առաջ տանել, պատին է դեմ առ։ Այսինքն կար համակարգային խնդիրներ, որոնք անձերով պայմանավորված չէր։ Մեր խոսքը դրա մասին է, խոսքը դրա մասին չի, թե ով որ ասենք 75 թվականին նախարարը աշխատում, ուրեմն հաստատ բան է, էլի, ասենք նախկին է։ Այսօր էլ կա աշխատող, որը շատ արագ բնորոշման իմաստով դառնում է նախկին իր տրամաբանությամբ, իր գործելավոճով։ Այսինքն մենք այդ առատավոր երևույթների դեմ պետք է պայքարենք շարունակական եւ միշտ։ Եվ այստեղ զուտ մի բացարձակ դժվար խնդիր կա, կոնկրետ ընդդիմադիր խմբակցության հետ կապված, որ այդ պայքարում արդյոք ինքը կարող է Տիկին Հովսեփյանի ասած հիբրիդային մտածելակերպը ունեն, այսինքն հնարավոր դիտարկի, որ կարող է լինել ազատ շուկայական մրցակցություն եւ կարող է լինել որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակների հետ պայմանավորված խնդիրներ, դրանք համադրել, արդյոք հնարավոր է թե չէ։ Եվ պետք է հասկանալ, պատմությունը նման փորձ ունի, արդյոք հնարավոր է, ասենք մենք կարող ենք դա դիտարկել Չինաստանի փորձով, որը քննություն է բռնում, մենք չգիտենք մինչև երբ այդ համակարգը կապացուցի իր կենսունակությունը, այդտեղ կա ոչ ազատ քաղաքական, բառից եվրոպական արժեհամակարգի հետ համեմատած, ոչ այն ազատությունը, որ կա, եւ կա տնտեսական ազատության որոշակի լուրջ աշխարհ, որը բերել է այսօր շատ բարձր ցուցանիշների։ Հիմա այստեղ որ մենք միարժեք որևէ համակարգ ընդունել, որ սա ամենաճիշտն է, մենք ոչ մեկս չենք կարող ասել, մենք տնտեսագետներ ենք, բայց մենք գիտենք տնտեսագիտությունը շատ կարևոր էմպիրիկ բանաձևեր ու անդադ պետք է փորձարկել հասկանալու համար, արդյոք մեր տնտեսությունը ճիշտ ուղղությամբ ենք տանում, արդյոք հնարավոր է պահել որոշակի պայմանական ասած վարչահրամայական կառավարում եւ թողել ազատ տնտեսություն։ Դրանք կարող են իրար հետ համադրվել, թե մենք խնդիր կունենանք այդ ժամանակ։ Եվ ընտրությունների հետ կապված ես չեմ ցանկանա անձերով պայմանավորել, ես ցանկանամ համակարգային մտածողության հարաբերություն ձևավորել, այսինքն եթե մենք ուզում ենք որ մենք ընտրվենք, մենք դիմում ենք ձեզ ընտրվելու համար։ Եվ եթե դուք շատ դեպքում դեմ եք քվեարկում, որը բան չի նշանակում, որ դուք պետք է բոլորին կողմ լինեք։ Եվ այդպես էլ կա, մենք յուրաքանչյուրս անհատականություն ենք եւ մեր մտածելու ձևն ունենք։ Չկա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ասել եմ ու վերջ հասկացություն։ Չկա նման բան։ Հավատացնում եմ ձեզ, որ շատ երկարատև քննարկման եւ նաեւ փակ գաղտնի քվեարկություններով են ընտրվել նստածներից յուրաքանչյուրը։ Եվ շատերը դուք ինքներդ եք համոզվել, որ նույնիսկ ես համոզված եմ եղել, որ տվյալ տեխնազուն հաստատ կընտրվի, բայց չեն ընտրվել։ Սա նշանակում է, որ կա ժողովրդավարություն։ Դա ամենալավագույնն է, ես չի ասի, աշխատելու շատ տեղ կա։ Բայց երբ որ դուք քննադատում եք մեզ ընտրության հետ կապված, պետք է նայել, որ արդյոք դուք ժողովրդավարության այդ ճանապարհը ընտրելով եք, ընտրել տեխնացուներ,
Այդտեղ էլ կա մտածելու բան, չէ՞, ասենք մերը պարզը բոլորը տեսել եք, շարքերը ընտրել են, պատվիրակները ընտրել են 284 հոգուց 50 հոգի, եւ այս ընտրությունը բոլորի աչքի առաջ է եղել, դա մեծ թիվ է կազմել, այդ մարդիկ բոլորը գիտեն, որ ասեք ես գիտեմ իմ ամեն մի ձայն 351 ձայնն ինձ ստայլ ամեն մի ձայնի պատասխանատվություն ես զգում եմ, եւ իմ ամեն մի խոսքը պատասխան պետք է տամ բացի ժողովրդից, նաեւ ընտրողների իմ ընտրողի որպես պատգամավորության թեկնածու։ Հետեւաբար խնդրում եմ, որ սա մենք չենք նայելու որպես անձերի կոնկրետ տվյալ անձը, ասենք, օրինակ Ֆարմանյանը արժանի էր այդ թեկնածին, թե չէ, Ֆարմանյանը բավականին պրոֆեսիոնալ գիտելիքներ ունեցող տնտեսագետ է, բայց այդտեղ խնդիր կար մասնավոր ընկերության հետ կապված, այդտեղ է խնդիր մեր տարակարծությունները եղել է դրա քննարկման հետ կապված, որ արդյոք ինչի չի նշվել այդ ընկերության հետ կապը, եւ դա մեզ մտածել է տվել, բայց դա չի նշանակում, որ մենք հաստատ 100%-անով ճիշտ ենք տալ, դա մեր մոտեցումն է եղել, մենք քննարկել ենք եւ մտածել ենք, որ այդ պաշտոնում պետք է լինել իսկապես այդ առնվազն ֆինանսատնտեսական իմաստով պետք է որևէ խնդիր չլինի։ Եվ դա հեշտացնում է աշխատանք, նաև ձեր, նաև մեր, նաև հետագա մեր աշխատանքի արդյունքում վստահ եմ, որ մեր ընտրությունները ճիշտ կընթանան եւ այդ ընտրությունները միտված կլինեն մեր պետականության զարգացման եւ հզորացման։ Շնորհակալություն։ Բարի լույս, հարգելի գործընկերներ։ Մի հատ եկեք հիմա կողմնորոշվենք, մենք հիմա աշխատանքով ենք զբաղված թե սաբոտաժով, որովհետեւ երեք մենք ճշտեցինք, թե ինչ ենք քննարկելու եւ պատասխանը այն էր, որ մենք ոլորտային նաեւ քննարկումներ ենք ունենալու, ու սա աշխատանք է, իդեպ պարոն Կարապետյան, ես այդքան խանդավառված չեմ, որովհետեւ այս երկար աշխատանքի պլանները որոշակիորեն խախտեց ու ես համոզված եմ, որ ազգային ժողովը դժվար թե նմանատիպ ռեկորդ սահմանի հանձնաժողովների կամ ընդհանրապես ազգային ժողովի ձևավորման փուլում, ու նաեւ համաձայն եմ պարոն Ֆարմանյանի դիտարկման հետ, որ եթե քվոտան հատկացված է օրինակ ընդդիմությանը, այս ընտրությունների process-ը մի քիչ բան է, ֆորմալություն է, էլի, որ կարելի է մտածել, մեր մոտ էլ կան մարդիկ, որոնք համոզված են, որ այս հարցը կարելի է քննարկել։ Բայց քանի որ այս պահին կա ընտրության հնարավորություն, այդ նշանակում է մեզ տրված է այդ հնարավորությունը ու մենք ձեր քվոտան չենք վերցնում, մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենա, բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին ու դա մեր իրավունքն է։ Ու ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի ազգային ժողովը արագ ձևավորվի, դա մենք ենք, որովհետև մեր օրակարգերը պիտի այստեղ քննարկվեն ու աշխատանքը այսքան ձգվել չի կարող։ Տիկին Մանուկյան, երեք ես ձեզ հարց տվեցի, դուք պատասխանեցիք, որ քանի որ իմ հարցը նման է նրան, որ դասախոսը ուսանողին հարց է տալիս, այդպես քննության նման հրաժարվեցիք պատասխանել, ես եթե այդպես է անկալվել, անկեղծ ներողություն եմ խնդրում, բայց ես այդպես նպատակ չեմ ունեցել։ Ես ձեզ ասեմ ինչի համար է այդ հարցը տալիս, որովհետև ամենաշատը պրոֆեսիոնալիզմից խոսում են ձեր թիմակիցները եւ խոսում են իրենց պրոֆեսիոնալիզմից ու մեր ոչ պրոֆեսիոնալիզմից, ու ես ցանկանում եմ ցույց տալ, որ ցանկացած մարդու կարելի է հարցերով նեղը գցել։ Ինձ էլ կարելի է հարցերով նեղը գցել։ Ինձ նեղը գցողին էլ կարելի է հարցերով նեղը գցել։ Դրա համար պետք չի ամեն մեկը փորձի ցույց տա իր մասնագիտական առավելությունը ու ցույց տա մյուսի մասնագիտական ոչ կողմ։ Ամենալավ բանը այս առումով իմ կարծիքով համեստությունն է, որ այդ առումով ինձնից հետո երևի պարոն Մեսրոպ Մանուկյանն էլ ելույթ կունենա։ Պարոն Մանուկյան, ես շուտով ինձ ուզում ասեի, մասնագիտական գիտելիքների կարողությունների մասին որ խոսում եք, ամենալավ բանը համեստությունն է, հավատացեք, մի երբեք ձեզ գերագնահատեք ու ձեր գիտելիքները վեր մի դասեք մնացածներից։ Դա ձեզ լավ տեղ չի տանի ու մի օր շատ վատ վիճակի մեջ կհայտնվեք, երբ որ փորձեք ցույց տաք, որ դուք բոլորից ավելի շատ բան գիտեք, որովհետև դուք բոլորից շատ բան չգիտեք։ Ոչ մեկս էլ ոչ մեկից ավելի շատ բան չգիտենք։ Հիմա ինչ վերաբերում է մեր այս օրակարգին, ես էլ եմ գտնում, որ պետքա թեկնածուներին քննարկենք։ Հիմա որ մենք ոլորտային քննարկում ենք, դա մեր օրակարգից, կանոնակարգից շեղում է։ Բայց քանի որ օրինակ ինձ հարցեր էին տալիս մեր տեսլականի մասին, ես ասում եի, որ ժողովուրդ ջան, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ուրիշ բան է ենթադրում, կազմակերպչական աշխատանք է ենթադրում, ու պատասխանը համարվեց մակերեսային,
որովհետև ես այդ մասին չէի խոսում։ Բայց երբ օրինակ ձեր տեխնացուներին էինք հարց տալիս, պարոն Վարդևանյանը վերևից կարդում էր ազգային ժողովի կանոնակարգում, նշում էր, որ հանձնաժողովի նախագահի ֆունկցիան կազմակերպչական է։ Եկեք այս մասն էլ մի հատ իրար հետ հստակ որոշենք։ Եթե մեր այս 40 ելույթները նվիրված լինեն բուն օրակարգին, մենք շատ արագ կավարտենք այս ընթացքը, հիմնական բովանդակային ոլորտային քննարկումների համար դեռ 5 տարի ժամանակ ունենք։ Բայց քանի որ մի քանի հարցեր հնչել են ու դիտարկումներ, դրանց ես փորձեմ արագ անդրադառնալ, չնայած ամեն մեկի վերաբերյալ կարելի է առանձին մի 2-3 օր խոսալ, բայց այս տեսակետները ինձ ստիպում են ուղղակի գոնե 2 բառով այդ մասին խոսել։ Ես հասկացա, որ Տիկին Մանուկյանի տեխնացության քննարկումը մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փորձում են վերածել ոլորտային քննադատության հնարավորության, այսինքն հարցեր, պատասխաններ, նորմալ է, շատ նորմալ է, շատ լավ է, բայց օրինակ այդ ձեր թեզը, որ sense կարմիր գծի նման գնում է, ուզում եք ներկայացնել, որ Հայաստանը դեֆոլտի եզրին է, Լիբանան բառը երեք, չգիտեմ, Հայաստանից երևի ավելի շատ հնչեց, Ժորժ ջան, ձեր պատգամավորը կանգնում է այստեղ հարց են տալիս, ասում են, իսկ հնարավոր է Հայաստանում լիբանյանյան մոդելի կրկնություն, ասում են, այո, շատ հնարավոր է, շատ մոտ ենք։ Դուք գիտեք Լիբանանում ինչ է տեղի ունեցել։ Լիբանանում դեֆոլտի նախաշեմին պարտքնա հարաբերակցությունը 150% էր։ Հայաստանում պարտքնա հարաբերակցությունը 50%-ից ավելի քիչ է։ Մնացած ցուցանիշներով էլ եթե նայենք բյուջեի դեֆիցիտի, ընթացիկ հաշվի դեֆիցիտի, մենք այնքան հեռու ենք դեֆոլտային բաներից այդ ցուցանիշներից, որ դրա մասին խոսելը ուղղակի իմ կարծիքով մարդկանց մոլորության մեջ գցելու փորձ է։ HSBC-ի մասին խոսք գնաց, որ HSBC-ն հեռացել է Հայաստանից եւ դա նշանակում է մեսիջ, որ Հայաստանում ներդրումային միջավայրը թուլանում է, գրավիչ չի դառնում։ Նախ ես համոզված եմ, ովքեր որ այդ ոլորտին ծանոթ են, գիտեն, որ HSBC-ն ոչ միայն Հայաստանից է հեռացել, այլև շատ երկրներից, դա իրենց քաղաքականության մաս է եւ այդ որոշումը շուտվանից կար։ Բայց եթե խոսում եք միջազգային բրենդներից, այդ HSBC-ի հեռանալը նկատում եք։ Իսկ աշխարհում շուկայական ամենամեծ կապիտալիզացիա ունեցող Nvidia ընկերության մուտքը Հայաստան չեք նկատում, 5 տրիլիոնից ավել կապիտալիզացիա ունեցող ընկերության մուտքը Հայաստան, դա միջազգային բրենդ չի։ Պարտքի թեմայով, հա, վարկերի թեմայով, գիտեք ինչն է հետաքրքիր։ Դուք ներկայացնում եք, որ պարտքը վատ բան է, վարկը վատ բան է։ Մենք մի քանի անգամ այդ մասին խոսացինք, բայց Տիկին Մանուկյան, օրինակ, դուք ձեր կենսագրությունը որ ներկայացնում էինք, նշվեց, որ դուք երկար տարիներ աշխատել եք վարկային կազմակերպություններում։ Մենք բոլորս գիտենք, որ բանկերին քննադատում ենք այդ վաշխառողական գործելավոճի համար, վարկային կազմակերպությունները դրանցից բետար են, որովհետև մենք գիտենք փաստացի տոկոսադրույքները ինչքան են եղել 50, 60, մինչև 100%-ով մարդկանց վարկ են տվել ու գցել են աղբատության մեջ։ Բա որ դա տենց անընդունելի բան է։ Ոնց եք տենց հաճույքով տարիներով աշխատել այդ վարկային կազմակերպությունները։ Նենց հետաքրքիր է ամեն դեպքում։ Պատավատապետության մասին խոսվեց, պարգևավճարների մասին, մենք պարգևավճարներից հրաժարվելու ենք։ Նախ ասեմ, որ մենք շուտով փոխելու ենք այդ համակարգը եւ պարգևավճարի փոխարեն վերանայված աշխատավարձ եք ստանալու, այս չգիտեմ այդ ժամանակ ոնց եք հրաժարվելու, բայց բոլորիդ աշխատավարձերը որ նայում ենք հիմա ձեր հայտարարագրերով, դուք 2 անգամ ավելի շատ աշխատավարձ եք ստացել, քան թե падգամավորները պարգևավճարները միասին։ Դա շատ նորմալ է, որովհետեւ մարդիկ, որոնք պատասխանատու աշխատանք են կատարում, պիտի նորմալ վարձատրվեն։ Ու այդ համեմատականը, որ այսքան աղքատության պայմաններում, այսքան աշխատավարձ տեղին չի, այդ մասին դեռ շատ մանրամասն խոսելու առիթ կունենանք, բայց պիտի նկատի ունենալ, որ հենց երկիրը զարգացնելու համար պետք են պրոֆեսիոնալ կադրեր, իսկ պրոֆեսիոնալ կադրերին պետք է նորմալ վարձատրել։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներգրավում է արտասահմանում շատ որակյալ կրթություն ստացած մարդկանց, որոնք հաստատ մեր որոշումների մակարդակը էլ ավելի են բարձրացնել, բայց այդ մարդիկ բոլորս էլ գիտենք, մենք չենք կարող 300,000 դրամ աշխատավարձով նորմալ մասնագետներ ներգրավել։ Իդեպ այդ խնդիրը մենք ազգային ժողովում էլ ունենք, ու ես իմ ելույթի ժամանակ որպես տեխնացու նշում եմ, որ մենք պիտի ազգային ժողովի
վերլուծական կարողությունները ավելացնենք, իսկ դրա գլխավոր խնդիրը վարձատրությունն է։ Ոչ մի լավ տնտեսագետ, ոչ մի լավ իրավաբան այս համակարգի պայմաններում չի գալու մեր մոտ աշխատելու։ Պիտի մենք այդ լուծումը գտնենք ու հասկանանք, որ այդ գումարը մենք մարդկանց նվեր չենք տալիս, մենք մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ այդ առումով։ Իսկ ծառայողական մեքենաների մասով ժողովուրդ ջան, ես մի հատ պարզ օրինակ ասեմ, ծառայողական մեքենայի գլխավոր առավելությունը ժամանակն է։ Երբ որ դու որևէ տեղ ես գնում քննարկման, մեքենայով գնաս քո, ես իմ օրինակից եմ, ես իմ անձնական մեքենայով գնում եմ, 3 ժամ պիտի դնեմ այնքան, մինչև պարկինգի տեղ գտնեմ։ Եթե տաքսիով եմ գնում, շատ հնարավոր է այդ ընթացքում իմ նյարդային համակարգը նենց խախտվի, որ ես չկարողանամ բան անել, բայց գնում եմ տաքսիով եմ գնում, մետրոյով եմ գնում, ավտոբուսով եմ գնում, բայց ուզում եմ ասեմ, պետք չի դա հակադրել։ Ու իդեպ ասեմ, որ ծառայողական մեքենաների քանակը 2019 թվականին օրինակ ազգային ժողովի 2 անգամ կրճատվել է քանակը։ Մինչև այդ օրինակ պարոն Կարապետյան, երբ ձեր հայրը ազգային ժողովում էր, այդ ժամանակ ոչ միայն հանձնաժողովի նախագահները ունեին ծառայողական մեքենաներ, այլև հանձնաժողովի նախագահների տեղակալները ունեին։ Դա կրճատվել է, հանձնաժողովների նախագահներին էլ է կրճատվել, բայց պետք չի այս հարցը ասենց սարքել ասենց համայն հայությանը ամենաշատ հուզող հարց։ Մի քիչ ամեն ինչ պիտի ողջամտության սահմաններում լինի։ Էլի շատ բան կասելու, հույս ունեմ հաջորդ տեխնացուների քննարկման ժամանակ կասեմ։ Շնորհակալ։